Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվել է նկարիչ Գեորգի Թովմասյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես։ Ներկայացված է 31 ստեղծագործություն՝ բնանկար, դիմանկար, նատյուրմորտ, որոնք ամբողջացնում են արվեստագետի գունային աշխարհը։ Յուրաքանչյուր կտավում ընդգծված է նկարչի ինքնատիպ ձեռագիրը, հարուստ երանգներ, կերպարի հոգեբանական խորություն։ Ամեն մի աշխատանք առանձին պատմություն է գույների լեզվով։ Բացառապես շատ հախուռ են, շատ թարմ ու վառ գույներ են ներկայացված։ Այդ գույների միջոցով ոչ թե ինչ-որ մի պատկեր է փոխանցում, այլ գունային կոլորիտով տրամադրություն է փոխանցում։ Իհարկե, եթե մեր շրջապատը դիտենք, հաստատ այս գույները չենք տեսնելու, դա արվեստագետի տեսլականն է, արվեստագետի զգացածն է, նրա հույզերն են։ Ու միանշանակ այդ գույների միջոցով Գեորգի Թովմասյանն ստեղծել է իր անշփոթելի, ճանաչելի ձեռագիրը։ Տարիներ անց էլ արվեստագետի ձայնը շարունակում է հնչել իր ստեղծագործությունների միջոցով։ Նկարչի մահից հետո նրա թոռները ստեղծել են Թովմասյան հիմնադրամը և ամեն տարի կազմակերպում են ցուցադրություններ, հանրահռչակելով արվեստագետի ժառանգությունը։ Գեորգի Թովմասյանի ջանքերով է կազմավորվել Վանաձորի պետական համալսարանի արվեստի ամբիոնը։ Նրա գործունեության շնորհիվ գեղագիտական կրթություն են ստացել բազմաթիվ սերունդներ։ Մենք նրա կտավներում տեսնում ենք կարոտ, սեր, հորդոր, կանչ, վերադարձ։ Վառ գույները նրա հոգու և սրտի խոսքերն են։ Օտար ափերը երբեք հորս չեն գրավել, երբեք ինքը հայրենիքի կանչով է ապրել է հայրենիքի հող ու ջրով, իրեն գրավում էր դեբիդի խշշոցը, մեր գեղեցիկ ծաղիկները։ Վերջի տարիներում հորս արվեստանոցը մեր երկրորդ հարկում էր, մեր վերնահարկում, որը անվանում ենք վերնատուն, որովհետև այդտեղ այնքան արվեստագետներ են եկել մնացել։ Հետմահու հոբելյանական ցուցահանդեսը ոչ միայն Գեորգի Թովմասյանին հիշելու, այլև նրա թողած ժառանգությունը վերարժևորելու առիթ է, այն դիտարկելով որպես կենդանի մշակութային ներկայություն։ Թե լսում են թռչունները, որ երկինք են բարձանում, տարեք սրտի իմ խոսքերը, ասեք շատ եմ կարոտում, թե լսում է Տեր Աստվածը փառավորված երկնքում, աղաչանքն է իմ ուզածը, հորս պահիր դրախտում։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։